Ես կարծում եմ, որ բոլոր կողմերը հաշվի առնելով հարցի որոշումները այնպիսին կլինեն, որոնք լարվածություն չեն առաջացնում։ Այսինքն մարդիկ մնում են գործազուրկ, պարոն Ասատրյան։ Չառաջանա, հա, մենք առանցել ենք աշխատատեղերի խնդիր ունենք, լուրջ սահմանափակ։ Ֆինանսական աճ կա, բայց անցումը զանգ անելու ինչ աշխատանքներ եք այսօր իրականացնում, որպեսզի կարողանանք դա առաջիկայում մեղմել։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս նաև այն կարծիքին ենք ու քննարկել ենք այդ հարցերը, նաև դուք եք հարցադրումները բարձրացնել, որ պետք է նաև աշխատանքների արտադրողականությունը ավելացվի, բարձրացվի եւ բնականաբար հարցադրումները միշտ համարել ենք ճիշտ, այդ թվում ուղղված պետական կառավարման մարմինների աշխատանքի արտադրողականությանը եւ դա նշանակում է, որ կոմպլեքս լուծման դեպքում բոլոր խնդիրները համապարփակ կլուծվեն եւ որևէ հարցեր չեն Պարոն նախարար, ինչ քանակի կրճատումների մասին է խոսքը։ Այս պահին որևէ կոնկրետ տեղեկատվություն չեն կարող տալ, որովհետեւ փոխվարչապետը նշեց, որ վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվում բոլոր պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ, որոնք իրականացնեն մանրամասն վերլուծություններ, աշխատանքներ, ուսումնասիրություններ, որից հետո առաջարկությունները կներկայացվեն հանրապետության վարչապետին, կառավարությանը։ Ժամանակային Ես կարծում եմ առաջիկա ամիսների ընթացքում։ Կանխատեսական գործազրկությունը ինչքանով կաճի, պարոն Ասատրյան։ Ձեր նախարարությունը ըստ Մեր համակարգից կկրճատվի 41 մեքենա։ Իսկ Կան հաստիկներ Դրանք համակարգի տարբեր ստորաբաժանումներին սպասարկող, այդ թվում պետական վճարատարային կազմակերպություններին սպասարկող մեքենաներ։ Պարոն նախարար, իսկ այդ մեքենաները, որ կրճատվում են, հնարավոր է դժվարություններ առաջանա ձեր նախարարության աշխատանքում։ Հաշվի առնվել են այդ խնդիրները, որպեսզի աշխատանքին որևէ կերպ չխոչընդոտվի։ Այդ դեպքում ինչու է 41 մեքենա տարիներ շարունակ հարկատուների հաշվին, եթե չի խոչընդոտվել, ինչու է այդ մեքենաները պահպանվում։ Ես կարծում եմ, որ ցանկացած ժամանակահատվածի համար, երբ որոշումները կայացվում են, ելնում են տվյալ իրավիճակի նաև խնդիրներից, դրանց առաջնահերթություններից եւ դրանց լուծման կարեւորությունից։ Այս համատեքստում կարծում եմ, որ որոշումները ճիշտ են։ Այսինքն տարիներ շարունակ մենք մեր գրպանից աշխատողների Ես այդպիսի բան չասեցի։ Խոսքը վերաբերում է նրան, որ աշխատանքները, որոնք որ կազմակերպվում են նույն պետական վճարատարային կազմակերպություններում խնամվողների համար ամենատարբեր խնդիրների լուծումը, ստորաբաժանումների աշխատանքի կազմակերպումը, այս պահին խնդիրը դրված է դրա կազմակերպումը այլ ձևաչափերով իրականացնել, որպեսզի աշխատանքը չտուժի դրանից։ Տեսեք, օրինակ բավականին լուրջ է մեծ մեգապոլիսի քաղաքապետը Բորիս Ջոնսոնը հիշում որ հեծանվով էր գործի գնում գալիս։ Միգուցե դուք կամ այլ նախարարները նույնպես փորձեք, ասենք, եւ բենզինի գումար կխնայվի եւ մեկի։ Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այդ խնդիրները այդպես էլ լուծվելու են։ Այսինքն պատրաստվում եք հեծանվով։ Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում բոլոր խնդիրները իրենց ճիշտ ձևաչափով կլուծվեն։ Ծրագիրը ինչ փուլում է գտնվում։ Քննարկում Չեմ կարող ասել դա ես իմ խնդիրը չի։ Այսքան չի հետքում, որ նախարարությունում կան հաստիկներ, որոնք այսքան ժամանակ ավելորդ են եղել։ Դուք ըստ տեսակետը կիսում եք այն տեսակետը, որ այսքան ժամանակ փաստորեն եղել են աշխատատեղեր, հաստիկներ, աշխատակիցներ, ովքեր ավելորդ են եղել եւ կարող են Ես այդ կարծիքին չեմ, ոչ թե ավելնորդ են, ավելնորդ բառը այստեղ վստահաբար տեղին չի։ Կա աշխատանքի կազմակերպման համապատասխան մոտեցումներ։ Եթե մենք այս փուլում խնդիրը դրել ենք, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ, ավելի օպտիմալ կազմակերպենք, այստեղ բնականաբար այդ խնդիրների լուծման հետ կապված առաջանում են որոշակի մոտեցումներ, որոնց շրջանակներում ձևավորված առաջարկություններն է ստեղծան կառավարությունը քննարկելու։ Այսինքն ասել, որ հաստիկը որևէ ավել է եղել, դա ճիշտ չեմ համարի, կհամարեմ ուղղակի, որ մենք այժմ աշխատանքի կազմակերպումը նոր հիմքերի վրա ենք դրել։ տրամաբանությամբ են տրվել։ Աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակներին որևէ կերպ չխոչընդոտելու եւ խնդիրներ չառաջացնելու տրամաբանությամբ։ Ինչ տրամաբանությամբ են տրվելու, որ աշխատակիցներն են տրվելու, որ Ես նշեցի աշխատանքը, որպեսզի ավելի արդյունավետ կազմակերպվի եւ այդ շրջանակներում որևէ աշխատանք կամ վերջնական արդյունք չտուժի։ Նախարար, վարորդների աշխատավարձը ինչքան է, վարորդների աշխատավարձը ինչքան է ձեր։ Վարորդների աշխատավարձը, եթե չեմ սխալվում, շուրջ 80,000 դրամի կազմի։ Պարոն նախարար, աշխատակիցների ովքեր որ մնալու են, աշխատավարձը նույնն է մնալու կրճատումներից հետո։ Դրանց վերաբերյալ որոշումները ժամանակին կայացվեն։ Ես կարծում եմ ամբողջական փաթեթն է ներկայացվելու կառավարության քննարկմանը։ Այսինքն հնարավոր է կրճատումների արդյունքում աշխատակիցների Այս պահին ես լրացուցիչ եզրակացություններ չեմ անի, քանի որ դրա համար աշխատանքային խումբ է ստեղծվում փոխվարչապետի գլխավորությամբ, որը կներկայացնի առաջարկությունները։ Ես ուզում եմ հասկանալ, եթե ֆինանսական խնայողություններ չեն լինելու, ավելի լինելու են եւ աշխատակիցների աշխատավարձը նույնն է մնալու, հետեւաբար արդյունավետությունը ինչպես պետք է բարձրանա։
Դուք պիտի դիտարկեք հարցը կոմպլեքսի մեջ, այսինքն առաջարկությունները, որոնք կձևավորվեն, այն ռեսուրսները, որոնք կխնայվեն, առաջնահերթ լուծելիք խնդիրները, որոնք որ կլինեն, դրանց էլ կուղղվեն։ Այդ որոշումները կայացնի կառավարությունը։